Եվ այսպես ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հրատապ քննարկված 5 նախագիծ, մասնավորապես երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու, պատիժները խստացնելու նախագիծը։ Հեղինակը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նախագիծն ընդունվել է 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայնով։ Առաջարկվում է խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում սահմանել մինչև 10 տարվա պատիժ, իսկ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի թմրամիջոց իրացնելու դեպքում մինչև 15 տարվա պատիժ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նույնպես առաջարկում եմ կատարել խստացումներ։ Առանց իրացնելու նպատակով, այսինքն սեփական օգտագործման համար, մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը առաջարկում եմ կրկնապատկել 400,000-ից 200,000-ից 400,000-ի փոխարեն սահմանելով 400,000-ից 800,000 դրամ պատիժ։ Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400,000-ից 800,000 դրամ պատիժի փոխարեն սահմանել 800,000-ից 1,600,000 դրամ պատիժ։ Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետներն ու վարձատրության կարգը։ Նախագիծը ևս քննարկվել է եւ ընդունվել խորհրդարանում։ Արտաքին գործերի նախարարը մանրամասնել է, թե ինչ են ենթադրում փոփոխությունները։ Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում, այսինքն լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ նպատակարար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց այնուամենայնիվ դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա եւ այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում ուրեմն հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանը, վերանայվում են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ըստ այդմ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը իրենց հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով, գիտեք դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, այլ երկիր, եւ ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք առավելագույնը միասնական ուրեմն ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի, նախատեսում ենք դիվանագիտական ներկայացությունում ծառայող դիվանագետներին եւ ղեկավարներին կանչել որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում մայրաքաղաք Երևան խորհրդակցությունների կարգավորվում են դրա հետ կապված հարցերը, մինչ այժմ ըստ էության այդ ինստիտուտը ավանդույթի ուժով կա, բայց իրավական կարգավորում պարզվում է չկար, հստակեցվում են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները, բավականին էական փոփոխություն է կանում ռոտացիոն գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով, գիտեք հարգելի գործընկերներ, դիվանագետները գործողվում են որևէ երկիր եւ այնտեղ կա ժամկետ, որի շրջանակներում իրենք իրենց ծառայությունը իրականացնում են, այնուհետև վերադառնում են հետ ըստ էության գործողման ավարտից հետո որոշակի ժամկետով պարտավորություն ունեն ծառայել արտաքին գործերի նախարարությունում Երևանում, այնուհետև նորից գործողվել այս ռոտացիոն գործընթացն է եւ հիմա մենք ժամկետների փոփոխություն ենք սահմանում ըստ այս կարգավորման նոր կարգավորման դիվանագետները պետք է իրենց ծառայությունը անցկացնեն Երևանում 18 ամիս նախքին 24-ի փոխարեն, որից հետո կկարողանան գործուղվել օտարերկրյա պետություն։ Իհարկե տարբերություն ենք սահմանում գլխավոր հյուպատոսների համար, նաև հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսները այնուամենայնիվ մյուս դիվանագետներից տարբերվում են նրանով, որ իրենք համարվում են դիվանագիտական ներկայացության մարմնի ղեկավար եւ ահա գլխավոր հյուպատոսների համար սահմանում ենք Երևանում ծառայելու համար նվազագույնը 12 ամիս, մյուսների 18 ամսի փոխարեն եւ իրենց արդեն ծառայությունը օտարերկրյա պետությունում սահմանում ենք 3 տարի, եւս 1 տարի ուրեմն երկարացման հնարավորությամբ կարգավորում ենք կարճաժամկետ գործողումներին առնչվող հարցերը, նաև որոշակի ես նշեցի ֆինանսական ուրեմն կոմպոնենտ կա օրենքների այս նախագծերի փաթեթում, նախ գործող կարգավորման մեջ կա հետևյալ սահմանափակումը, ես բարձրաձայն եմ վստահ եմ հարգելի պատգամավորներ կհամաձայնեք, որ այս կարգավորումը ժամանակի առումով սպառել է իրան առնվազն, եթե չասենք, որ ի սկզբանե անարդար է եղել, համակարգում կան դիվանագետ ամուսիններ, շատ չեն, բայց ունենք, եւ ահա երբ որ դիվանագետ ամուսինները երկուսն էլ գործողվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը
գործող կարգավորման ստանում է աշխատավարձի ուրեմն ընդամենը 50%-ը։ Սա իհարկե վաղուց իրեն սպառած եւ աբսուրդ կարգավորում է, եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100%-ով ծառայություն, 100%-ով աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100%-ով։ 16 տարին լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա։ Արփինե Սարգսյանը նախագիծը ներկայացրել է ազգային ժողովում, նշել, որ դա կարևոր է նաև վիզաների ազատականացման առումով։ Լայն համատեքստում սա եւս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը, ինչու, որովհետեւ օրերս ստացել ենք նաև Եվրոպական միության կողմից վիզաների ազատականացմանը միտված գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը եւ փաթեթում նաև հատուկ ընդգծում կա անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի հետ կապված, որովհետև այս օրենքը պիտի հավակնի համակարգային ձևով կազմակերպելու այն բոլոր ընթացակարգերը, որոնք որ անհրաժեշտ են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ եւ բնականաբար երաշխավորի իրավական որոշակիություն եւ նաեւ ապահովի գործառնական հետեւողականություն։ Նախագծերով առաջարկում ենք հետեւյալ հիմնակարային փոփոխությունները. առաջինը 16 տարին լրացած անձանց համար նախատեսում ենք նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար, գործարքների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը որ թույլ կտա նաև հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում ենք ամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար բնականաբար ծննդյան վկայականն է, որ դիտարկվելու է որպես անձը հաստատող փաստաթուղթ։ Հայաստանի հետագա զարգացման վեկտորի եւ երկրի ապագայի վերաբերյալ որոշումը պատկանում է բացառապես Հայաստանի քաղաքացիներին եւ Եվրոպական միությունը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ընտրությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտակոսը, մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Մարտակոսն ընդգծել է, որ վերջին նշանակալի իրադարձությունները, այդ թվում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը եւ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը ակնհայտորեն ցույց են տվել այն ուղղությունները, որով ձգտում է շարժվել հանրապետությունը։ Նրա խոսքով եվրոպական կողմն ուշադիր արձանագրում է այդ աստանշանները եւ մտադիր է աջակցել Երևանին ընտրված ուղեգծի իրագործման հարցում։ Եվրոպան պատրաստակամ է սատարել եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության խնդիրներին, շեշտել է Կոսը։ Եվ այսպես Միացյալ Նահանգների պատվիրակությունը Հայաստանում է քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։ Պատվիրակության կազմում են պետքարտուղարության, նաև զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է փոխվարչապետը, ողջունելով հյուրերին Մհեր Գրիգորյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար, ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը։ Կողմերը քննարկել եւ համաձայնեցրել են TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր։ Մհեր Գրիգորյանը խոսել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժն ու հեռանկարները։ Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային անցակետերի միջև գործակցության խորացման հարցեր։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է սահմանային Նորդուզ անցակետ, հանդիպել Ջուլֆայի, Կուսակալի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավարի, նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ։ Կողմերը քննարկել են սահմանային անցակետերի միջև գործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, խոչընդոտների վերացմանը, քաղաքացիների պատշաճ սպասարկման հարցեր։ Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմագործողություն ընթացքում Մեղրի եւ Նորդուզ անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների։ Դեսպանը նաև նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը եւ սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Ազգային ժողովում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական եւ քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ ԵԽԽՎ-ում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության մյուս անդամները հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակության հետ։ Հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր։
Պատվիրակությունն ավելի ուշ եղել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից։ Ազգային ժողովում 2025-ի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանցքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը, ասվում է հաղորդագրությունում։ Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, նաև աշխատանքի կազմակերպման ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր։ Բարձրացված խնդիրների կապակցությամբ դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել ժամկետներ։ Կրթության նախարարը Facebook-ում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ստացել են 3 ահազանգ ուսումնական հաստատություններում, դպրոցներում և բուհերում քաղաքական գործունեության քարոզչության կամ հակաքարոզի մասին։ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են, ով չի հասկացել, կհասկացնենք, գրել է նախարարը։ Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին ուժեղ Հայաստանին ընտրելու պայմանով։ Համայնքի մի շարք ընտրողների խոստացել կամ տվել են ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություն է հրապարակել, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Չեմ ուզում հեռացած ավարտեմ, ապրեմ, աղ 2 ամսկե պետք է դրանք 2 ամսկե շարժվել են, դրանք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ, հանրապետության հրապարակը։ Այդպես բաներ են խոսերով, սովարա։ Դու եթե ինչ ուզում են խոսում եմ հեռախոսով, կա որ կրա գանձի կենը, մաման ասեց, մաման կիմանա ինչ մաս, չեմ ուզում հեռացած ավարտեմ, WhatsApp-ը զանգում, գամսա կզո կապ չունես։ Ես ախպեր ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ, գալու ենք ոչ փող ես ասում, ոչ գալու ենք քեզի քո տանդեմից վերցեն շարժվել։ Որ իմաստ եմ ուզում ջոգեմ նոր հասկանամ։ Ախպեր մենք երաշխավորություն ունենք մամայի հետ կապված, գործի հետ կապված։ Իր մաման դե գիտի տեղյակ է։ Հիմա մեզ պետք է մենք իհաջակցենք։ Վաղ ով է գալում։ Էդի ով է այդ բանը հավաքի։ Լեռնագորգից գորը գիտես։ Ախպեր ոչ թե ով է գալիս, ով է մասնակցում, ինձ էդ հետաքրքիր չի։ Ով է արելու։ Նարեկը Կարապետյան։ Նարեկի հետ կարում ենք ազերնի խոսանք մենք վաղ։ Հա, տոկոս, մոտենաս խոսած։ Դե դու պետք է կազմակերպես որ մոդենան։ Այդ քայլը ես կանեմ։ Քանը գտա բանը պետը զանգեց, բանի շտաբի պետն է զանգել, զանգեց ասեց ասենք դենակ դերից ողջ չարիք են բարձրացրել։ Մոտեստի գոյություն չունի, հիմա զանգում են հենց հաշվի նստեն էլի։ Հերասայի չի կարողություն կազմել բարձրացնել էլի։ Դե բանա, բարազի քինալկյան։ Բալուս։ Բարև ձեզ։ Ես ասի քո վրա չզանգեմ, չջղայնացում էի։ Ինչ է։ Ես ո՞։ Դու երեք մեջի ասի։ Արա հանգիստ ուղի զանգով դες բան չխոսած։ Դոլան օրաս։ Արա ասեմ, զանգով դες բան չխոսած, ոսա ոք զանգի։ Էսպեզի պարյամոսում եմ, հենց մի մարդիկ ընկեր մեծ այն 100,000-ով, 200,000-ով փող են տալում, պլյուս տոց Սամվել Կարապետյանը տել է, դա 180,000-ով փող է բաժնում։ Այդ բա վիդեոն եք դա, որը սարքած ռեպորտաժը վիդեո է ցավը։ Վիդեո չէ, ախպեր, ռեալ մարդկանցից ենք լսում, ախպեր, ռեալ, ժիվոյ, դեմը կայնում խոսում են, ախպեր, ու նաստող խոսում են մարդիկ։ Կարախի չի կարամ, պարյամոս տվյազի մեջ անգեր, պարյամոս տվյազի մեջ ա։ Ապրեն, եկը կաշում, մարդիկ ապրեն, խնդրել եմ մենք իրանց կողքը կայնենք։ Հա, ես իրանց կողքը կրամ 6,000 հոգով կայնեմ, եթե իրանք հենց թմի իմ արդեն լուծում կա։ Տակի չեկա դուզ գակ։ Ախպերս ես 2,000 հոգով կրամ իրանց կողքը կայնեմ հենց հեկուց։ Չես կարա իշխան։ Հենց թմի թո արդես լուծում կան, եթե ես հեկուց 2,000 հոգով իրանց կողքը չկայնեմ։ Սկիզբ ևոքը 4 գյուղ այդքան չէ, ցավրտոնը։ Ախպերս տո թակել եմ գյուղի վեր է, նա ախպեր, վե։ Ինչ գյուղով անդրությունը։ Համայնքից էլ ընկեր։ Բաղրամյան համայնքից։
1200-ից 1300 հոգի կա ախպեր։ Այսինքն վաղը քեզ երկու սպինդեր եմ ուղարկում կամ ես երկու սպինդեր մարդ ուղարկես։ Չէ, ախպերս, եթե իմ հարցերին լուծում չի տվածվում, ընկեր։ Որպես ինչ։ Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։ Ես իմ ավտոյով եմ գալու, ախպեր, ոչ մի ավտոբուսով չեմ գալու։ Հետո Գալիս ես դու։ նա ճիշտ պայմանով։ Արա դե արա չեն գալու, ախպեր, ես շիվեկալի լափել եմ քեզ կբան չեմ տվել ախպեր, բայց հիմա այսօր ինձ զանգ է կանչել Վարդանը։ Եկին Հասնիկյան, դες չեմ ասի, որ դու գիտեմ եկա ժամանակ չեք կարա կայնեք, վաղը մեծ հանրահավաքն է եւ չեմ ուզում ծավալվեմ էլի հեռախոսով։ Ձեր տղաներից չէ, Երևան Հանրապետության հրապարակն ենք, մեքենայով տանում ենք, մենք բերում ենք։ Դուք քանի հոգի եք։ Դե ես Արամը։ Հա, ուզես հարևաններին այնտեղ չեն երևա, բայց քանակը կլծվեն էլի։ Ախր շատ ամխիթար ենք, ասեք Դե ավելի լավ։ Այն հիվանդ տղան չէ, բայց երկու քույրերը հա։ Երջանիկ, իսկ որ մի հատ այդ նորային դու ասես, գիտես խի։ Ինքը ասեց գոնե սնունդ տան էլի։ Ես բան չունեմ ասել։ Դու ուզում ես Գիչ ուշ նորային ես զանգեմ քեզ, բայց նորային փոխած խոսամ հետո։ Համել գիտի որ կամ չգիտեմ որ նախընտրական աշխարհին ոչ մի բարեգործական բան չի իրականացում։ Կտանեն կպարկասնեն, այդպես բան մենք չենք անում էլի։ Բայց քննեմ ընկերներից օքեյ կապ չունեն քաղաքականությամբ, իրաց կաջակցեն սրանով։ Եկո շաբաթվա մեջ իրան օգնությունը կգա, էլի։ Հա, միայն ոչ իրան, նաև քեզի։ Դե նայ Հա, պարենի փոխած։ Հա, մեկ դե ինձ էլ էս ուրեմն այդ ցուցակումը ցնում։ Ես հիմա գնում եմ իրան։ Ես հոկտեմբերյան եմ իշտ ցավը տալեմ։ Իգին այդաժան չեմ ուզում հեռասով ծավալվեն։ Վաղը բան ունենք, հանդիպում ունենք Երևանում։ Ձեր հավաքը լինի ժամը 2-ին գնալու ենք 6:30 կեսբան գյուղն ենք կլնելու։ Բայց ինչ հանդիպում է Երջորդ։ Հանդիպում չի, հանրահավաք է։ Եկամ հանրահավաքի ինչ անեմ։ Ընդհանրապես կողքը լինենք, դու գիտես ինչ համար եմ ասում։ Հա, հասկանում եմ, բայց դրանից ինչ օգուտ Երջորդ ջան։ Օգուտը լինելա հունիսից հետո ցավը տանը։ Էշ մի սատկի կարուն գա, հա։ Դե լավա քո ներկայությամբ ենք պայմանավորվել, որ հունիսից հետո գնալու ենք իր մոտ, ինքը ինչպես կամար անելու է։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Եվ այսպես Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ, խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։ Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաեւ մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն եւ կարեւոր է, որ հասարակությունները նույնպես ներգրաված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ եւ ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը։ Գրել է Քոչինյանն ու հավելել, որ կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության եւ երկարաժամկետ գործակցության միջոցով։ Ավարտվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն այսուհետև Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմինների ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել հայ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր Հայաստանը։ Արդյունքում ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների, օրինակ Վրաստանի միջնորդ սուբյեկտների միջոցով վերաարտահանման ձևակերպմամբ։ Այսուհետև Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով առանց միջնորդների։
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովը ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Առաքելության ներկայացուցիչներն ու ԱՊՀ-ում Հայաստանի ներկայացուցիչը հյուրընկալվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակներին ողջունել է ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։ Նախարարությունից հայտնում են, որ նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է մայիսի 13-ին Ապարանում։ Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։ Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահներին քննություն իրականացնելու համար։ Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո և ցանկացած դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների։ Եվ այսպես երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության Բաքվի ձգտումը։ Ադրբեջանի նախագահի օգնականն է հայտարարել. Հիկմետ Հաջիևի խոսքով Բաքուն Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորման համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն է հայտնել։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը։ Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերն է հայտարարել. Սա նշանակալի իրադարձություն է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026-ի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։ Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։ Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում սահմանի բացման ուղղությամբ, ասված է հայտարարությունում։ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է։ Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և Միացյալ Նահանգներին արտահանձնվելու վտանգի մասին, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։ Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում ունեն ձերբակալման, արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել արտասահման մեկնելու դեպքում, ասել է Լուկյանցևը։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ձերբակալվել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներում Միացյալ Նահանգների խնդրանքով։ Բացի այդ, նման վտանգ կա Ավստրալիայում, Կանադայում, Հայաստանում, Իսրայելում, Մալդիվներում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Թայլանդում, Ֆիջիում, Շրի Լանկայում, Լիբերիայում և Մարոկոյում։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Մասնակցել են Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, նաև պաշտոնատար այլ հյուրեր։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մարտական դրոշի հանձնման հանդիսավոր արարողություն։ Ռազմական ոստիկանության անձնակազմը դրամասի մարտական դրոշ հանձնելու և ռազմական ոստիկանության 34-ամյակի նվիրված միջոցառմանը պատրաստ է։ Գեներալ-մայոր Զաքարյան։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն գեներալ-լեյտենանտ։ Դրոշը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությանը
որպես զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանի։ Յուր որդիքը հանդաչում է ազատական Հայաստան։ Շարունակենք ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու ստանալու մեղադրանքով են ձերբակալվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է։ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են եղել, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են, որ նշված քննչական գործողությունները կատարվել են կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ընտրակաշառքի գործով Հայաստան դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակից եւ նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Ախու բանը մոդտա, չէ, բախելի թողել իսա կրկացանգելա։ Դու բանկ բանես գյոք շտին կթող։ Մի բանկ է Ընտրեկն եկա նախվեր։ Հետո այդ ինչ կա այստեղ եկի նախվեր։ Հետո ինչ էր։ Սով նորմալ ազգ։ Կամ կասի։ Եվ շատ կթողաս։ Էլում էթան տենան։ Բաչաղան ով ունենք։ Բաչաղան արամակա տենակում ենք շուտ տալ, էլի, բաչոին, գեղապետին, համարը կա են դրեք։ Հատե գևոքին կասում կտա այդ համարը։ Դա եթե չէ, բանը կրգեք նորայր նաստրը։ ասեն, կատ։ Դեգուզ ետ նաստրապան անի։ Դեղուն կտամ են ավացում, 15 բեյ։ Լավ, հիգետ ծերս կրգի, դա, սան։ Չար։ Ինչ կարախտեր։ Ազիս ես ընտրությունների մարի աստ։ Հա, ենա, դե բան ենք էլ եղբերոն կուրսի։ Ինչ, ումտ բան, ես ում մար եմ, գիտե։ Դե լասա, չգիտեմ ասին։ Պոչայրանի։ Հա? Պոչայրանի մար է։ Հա, վերեմ չես։ Հա, մենք կախպեր ենք երեք դեղվեցի, բայց դե ասի չեմ էլ կարա զանգեմ ծեն հանեմ։ Ինչ է։ Որ գրեխ իրարը շատ գոնեմ։ Այդ մոմենտի որ կշտի շատ էր չէ յանի, միամիտ ասեց արտուրան, վաղտնասի առեց մի պանը, չէ հա, են Էլ պանը դոս չկա, թավը տանեմ, դնե թավոր, ու գիտես որ քու համար գայնած են կապել, ետ պանների որ Սազար Բաց հոճանելու ես նրա հետ չեմ անկապետի ներվային ենք նեմարանա, ինչ ասեմ ես չի հասկանեմ, ես մենակ իրան ասի, վլաստը որ փոխվի ես քո հետ այդ վաղտ կխոսամ, վլա տենամ հմիում տա հիսնեսել է։ Իմ լիարա որ թավոր մարդ են։ Չէ, բրախեցի մաշան, ներվային են գազից, հա, ինչ է, ռոբի հետ էր մանկալի։ Մանկա բա իշ կանեն, դե պան բուդուշի կապետն ու կապետի տեղակալն են։ Հա, այդ արդեն դիր աշտա, պատրոնին էր պանեմանը, տամեր։ Հա, պանա։ Ոնց որ գիտես ոնց, մինեն տինա փախչեմ, չեմ ճոգը մեզ լակոտին։ Ասի, հանկարծ ու հանկարծ պատրոն, մացոյի ասացը, դու գիտես որ մացունա։ Չէ խարեբ ջան, մացոյի ասացը, մացուն որ ասեց, վсё ենա։ Դու գիտես մացոյի ասած նիսմար բանա,
Միշտ ամեն օր հիշեցնում եմ այդ թուրին։ Ասում եմ, այն որ բաներ ալը մացունա կայնեմ, ոչ թե ուրիշնա կայնեմ քո կշտին։ Հա, ախպեր ջան, հա, միշտ հիշեցնում եմ։ Ռուբոն էլ ասում ով մացոին կասի հա, ու չին դիրա մեր կնիգը։ Արուբոն շատ ապիսը։ Լավ ան։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում, հիշեցնելով, որ ընտրակաշարք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից, ապահովելով քաղաքացիների ազատ կամ արտահայտման իրավունքը։ Եվ այսպես Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան կուղարկվի 14 երկաթուղային վագոն, որոնք կտեղափոխեն 977 տոննա հացահատիկ։ Facebook-ում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 1 ամսով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Հիշեցնեմ, Շենգավիթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել 1 անձի ատելություն և թշնամանք հրահրելու կասկածանքով։ Համացանցում տարածված տեսանյութում տղամարդը ներկայանալով որպես շենգավիթցի Արտակ վիրավորական և սպառնալից արտահայտություններով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, որ նրան սպասում են Շենգավիթում։ Շարունակենք շուրջ 27 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Շաքի փոքր հիդրոէլեկտրակայանում։ Աշխատակիցներն արձանագրել են, որ ընկերությունը գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Ընկերությունը գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակը Շաքի գետից իրականացրել է 13 միլիոն 538 8687 խորանարդ մետր ավելի ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածն ու ռեժիմը, կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ 27 միլիոն 77 հազար 374 դրամի չափով։ Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել, ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել։